Ողջույն ձեզ, ես Էրանջ Օրուղյանն եմ, սովորում եմ Ախալքալաքի թիմ 1 հանրային դպրոցի 10-րդ դասարանում։ Այսօր մենք կկատարենք ամփոփիչ աշխատանք մաթեմատիկայից։ Մաթեմատիկան հնագույն գիտություններից է, որը ուղեկցում է մարդկության իր գոյության ողջ ընթացքում, սկսած բաբելոնցիներից մինչև ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներ։ Մաթեմատիկան միշտ եղել է կարևոր գործիք թվերի, չափումների և տարածության մասին հասկանալու համար։ Մաթեմատիկան ոչ միայն տեսական գիտություն է, այլև պրակտիկ գործիք։ Այն կիրառվում է ճարտարագիտության, ֆիզիկայի, տնտեսագիտության, բժշկության, ինֆորմատիկայի և նույնիսկ երաժշտության մեջ։ Օրինակ, ճարտարապետը օգտագործում է գրաչափություն շենքերի նախագծման համար, իսկ տնտեսագետը հավասարումների համակարգ տնտեսության մոդելավորման համար։ Դպրոցում մենք սովորում ենք տարբեր թեմաներ՝ թվաբանություն, երկրաչափություն, ֆունկցիաներ, հավասարումներ, անհավասարումներ։ Յուրաքանչյուր թեմա ունի իր նպատակը։ Երկրաչափությունը օգնում է աշխատել տարածական պատկերացումների վրա։ Մաթեմատիկան զարգացնում է տրամաբանական մտածողությունը, վերլուծական հմտությունները և խնդիրներ լուծելու կարողությունը։ Այն սովորեցնում է մեզ մտածել հստակ և համակարգված, ինչպես նաև տեսնել օրինաչափություններ և գտնել լուծումներ։ Ժամանակակից աշխարհում մաթեմատիկայի դերը շարունակում է աճել, ծրագրավորում է արհեստական բանականությունը, մոդելավորումները և տվյալների վերլուծությունը հենվում են հենց մաթեմատիկական հիմքերի վրա։ Այսօր դժվար է պատկերացնել մի մասնագիտություն, որտեղ մաթեմատիկան բացարձակապես պետք չէ։ Այսպիսով կարող ենք ասել, որ մաթեմատիկան միայն գիտություն չէ, այլ մտածողություն և կյանքի ձև, որն օգնում է մեզ ճանաչել աշխարհը, կառավարել տեղեկատվությունը և կայացնել տրամադրամիտ որոշումներ։ Շնորհակալություն ինձ լսելու համար։